Այդ ինչ աղմուկ էր օրիորդ։ Ահա խնդրեմ, ոմն ապանակի ադիս։ Ինչ էր ուզում։ Դուք նրան խոստացել եք տեղափոխել։ Այո, ուրիշ։ Ոմն Գյորգիո։ Նա ինչ էր ուզում։ Դուք խոստացել եք նրան բանկում միջնորդել վարկ ստանալու մասին։ Ուրիշ։ Ոմն Բարձոկոս։ Նա ինչ էր ուզում։ Ստուգել մեզը։ Ինչ։ Ստուգել մեզը։ Տեր Աստված, ահա թե ինչ օրի հասան։ Ես նրան ասացի, պարոն Ֆերեկիսը դեպուտատ է եւ ոչ թե բժիշկ։ Իսկ նա ինչ ասաց։ Իսկ նա թե ես քվեարկել եմ պարոն Ֆերեկիսի օգտին։ Ուրեմն եթե նա քվեարկել է իմ օգտին, ես պարտավոր եմ հոգ տանելու նրա մեզի մասին։ Տեր Աստված, ահա թե ինչ կարծիքի են ընտրողները իրենց դեպուտատի մասին։ Այցելուներ։ Շատ մարդ կա։ Պատատյասը։ Պատատյասը, ոչ, ասացեք, որ ես տանը չեմ։ Դե ես ասացի, բայց նա չի հավատում։ Խնդրում եմ օրիորդ։ Այո։ Դուք գնացեք, տեսեք նրան եւ ասացեք, որ ես իսկապես տանը չեմ, ես նրանից սարսափում եմ, չեք գտել ինչ պետք է պատասխանել։ Լավ, պարոն Ֆերեկիս, ներս հրավիրիր վրասի դաս։ Լսում եմ։ Համեցեք, պարոն Պատատյաս։ Օրիոր։ Բարի օր, պարոն Պատատյաս։ Ես ուզում էի տեսնել պարոն Ֆերեկիսին։ Ցավոք սրտի նա տանը չէ։ Վերջապես նա ես հետ է լինում։ Պարոն Պատատյաս, պարոն Ֆերեկիսը պարլամենտի դեպուտատ է, նա լուրջ գործեր ունի։ Փչիր, կարծես մենք չենք ճանաչում մեր դեպուտատներին։ Նրանց հենց որ մեր ձայներն են հարկավոր մեր ոտքերն են ընկնում, բայց հենց որ օդրեցին, վերջ ամենությունն չես տեսնի նրանց երեսը։ Ինչպես եք համարձակվում խոսել դեպուտատի մասին այդպես։ Շատ դեպեր համարձակվում եմ։ Ես մեզ հետ խոսեմ։ Ասացեք ես տիկին։ Օրիորդ խնդրեմ։ Պարդոն, օրիոր, դուք ծանոթ եք իմ գործին։ Ինչպես չէ, ձեր եղբայրը չի կարծեմ հարկերի պատճառով բանտարկված։ Այո, եւ պարոն Ֆերեկիսը խոստացել էր ազատել նրան բանտից։ 3 ամիս է գնում գալիս եմ, բայց ոչ մի օգուտ։ Կտակյանում ինչ է։ Ոչ, իհարկե ոչ, պարոն Պատատյաս, բայց դա այնքան էլ հեշտ գործ չէ։ Եվ պարոն Ֆերեկիսն ասաց, որ ձեր եղբոր գործը ավելի շուտ գլուխ չի գա։ Իսկ ինչ ունեցավ։ Ո՞նց է խոսանար։ Լսեք, հաղորդեք նրան, որ եթե եղբորս բանտից չազատի, ձեր գիտես չի մտնի։ Մնաք բարով։ Բանկան եք խապեք։ Գնաս բարով։ Ափսոս գնաս։ Լավ բրծախեղճը։ Պարոն Ֆերեկիս ազատ է, կարող եք մտնել։ Նա գնաց։ Ապա մի թող փորձեր մնա։ Լավ, չքվիր աչքիցս, փորձեր մնա։ Ինչեր աղմկում նա օրիորդ։ Միթե ինքները չեք լսում պարոն Ֆերեկիս, բղավում էր, հաղորդեք պարոն Ֆերեկիսին, որ մյուս անգամ ձերքից չի պրծնի։ Իսկ ինչու էր ասում, որ ձերքի չեն պրծնի։ Որովհետև ես նրան ասացի, որ իր եղբոր գործը գլուխ չի գա։ Ինչ, դուք այդպես էլ ասացիք։ Բայց չէ որ ինքներդ երեք այդպես ասացիք։ Տեր Աստված, միթե այդպես են խոսում ընտրողի, այն էլ մսագործի հետ։ Իսկ ինչպես ես պետք է նրա հետ խոսեի։ Դե գոնե մի սուտ հորինեի, քորիորդ, մի սուտ։ Դե ինչ սուտ, պարոն Ֆերեկիս։ Դե թե ես կարողանայի ձեր չէ, խնդրի։ Տեր Աստված, սրանք ինձ գերեզման կհասցնեն։ Ո՞վ է։ Պարոն, Տիրոհին եկավ։ Տիրոհին իսկ ինչ իմացավ, որ Տիրոհին է։ Սայնից։ Լսեք։ Այո։ Քորիորդ։ Այո, պարոն Ֆերեկիս։ Ուրեմն լսեք ինչ եմ ասում։ Իսկույն վազեք շուկա, գտեք այդ Պատատյասին եւ ասացեք, որ վաղը գա ինձ մոտ։ Գուցե ես մտածեմ, թե ինչ կարող եմ նրա համար անել։ Լավ, պարոն Ֆերեկիս։ Շատ լավ։ Դե Թեոֆիլո շոշոն։ Բարև ձեզ, հանգագին, տիկին շոշո։ Բարև ձեզ, պարոն Թեոֆիլոս։ Համեցեք, խնդրեմ, նստեցեք, խնդրեմ։ Ջերի։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար, հանգագին տիկին շոշո։ Իմ ծանոթներից եւ ազգականներից դուք միակ մարդն եք, որ երբեք ինձ չեք անհանգստացնում եւ երբեք որևէ բան չեք խնդրում ինձանից։ Եվ այդ բան դուք վճռեցիք ասել հենց այսօր։ Այո, իսկ ինչ եմ որ։ Հենց այսօր Ժոժո եկել է մի խնդրանքով։
Այ Տեր Աստված մի մարդ կար, այն էլ փոխվեց։ Պարոն Թեոֆիլոս, խոսքը քրոջս որդու մասին։ Ինչ է որ։ Դե քեզ հատուկ օգնական է հարկավոր չէ, վերցրու նրան այդ պաշտոնին, նա շատ լավ մարդ է։ Դե իհարկե, հատուկ օգնական ինձ պետք է, եւ ես արդեն բանակցություններ եմ վարում շատերի հետ։ Բայց հասկանում եք, թանկագին տիկին Ժոժո, այդ պաշտոնի համար անհրաժեշտ են ոչ սովորական հատկանիշներ։ Հատկանիշների մասին դուք մի անհանգստացեք։ Բավական է ասել, որ նա ավարտել է իրավաբանական ֆակուլտետ։ Ոչ, այն չէ, ես նկատի ունեմ բոլորովին այլ հատկանիշներ։ Նա բազմակողմանի զարգացած անձնավորություն է, նա գիտի օտար լեզուներ, անգլերեն, ֆրանսերեն, Ոչ, ասացեք, իսկ նա ստել կարող է, նա ստախոս է։ Ինչեր եք ասում պարոն։ Այդ տեսնում Նա ասնվագույն անձնավորություն։ Տեսնում եք, ցավում եմ, բայց դա բոլորովին էլ հարմար չէ հատուկ օգնականի պաշտոնի համար։ Աստծո Թեոֆիլոս, այդ ինչ ստախոս գտնելու մոլուցք է։ Ժենի սիրելիս, եթե ինձ մոտ չի ստացվում, բա ինչ անեմ, հա։ Դու հասկանում ես, մյուս դեպուտատները ստախոսության վարպետներ են։ Այո, Բայց միթե սուտն այդքան անհրաժեշտ է քաղաքականության մեջ։ պատկերացրեք առաջին անհրաժեշտության առարկան։ Իսկապես։ Բանն այն է, որ այստեղ ամեն օր ինձ մոտ գալիս են ամենատարբեր մասնագիտության մարդիկ եւ ամենատարբեր խնդրանքով դիմում են ինձ։ Համալսարանական ամբիոնից սկսած մինչև մեզի ստուգումը։ Եվ ահա նրանց հետ խոսելու համար ինձ անհրաժեշտ է մի շատ խելոք մարդ։ Որպեսզի կատարի նրա կամահաճույքները։ Ոչ, որպեսզի չկատարի, բայց եւ նրանք ինձանից գոհ հեռանան։ Բայց միթե հնարավոր է այդ։ Այ հենց դրա համար էլ պահանջվում է ստախոս։ Բարյո, ինչ եք կանելու։ Ես ուզում եի տեսնել դեպուտատ պարոն Ֆերեքսին։ Նա ձեզ տեսակցություն է նշանակում։ Ոչ տիկին, ես նրա հետ անձամբ ծանոթ չեմ։ Ընդամենը մի քանի օր առաջ եմ եկել Գավառից եւ դեռևս չեմ հասցրել ծանոթանալ։ Սակայն ներեցեք ում հետ պատիվ ունեմ։ Ես տիկի Ֆերեքիսն եմ։ Լուրջ։ Չի կարող պատահել։ Իսկ ինչու չի կարող պատահել։ Բայց դա զարմանալի է տիկին։ Ինչը։ Հավատացնում եմ, ձեզ տիկին երբեք չի կարող մտածել, որ պարլամենտի դեպուտատը կարող է ունենալ այդպիսի գեղեցիկ եւ գրավիչ կին։ Խնդրում եմ առանց ավելորդությունների, ասացեմ ինչ է ձեզ պետք։ Լսում եմ ձեզ տիկին, ես հանքնարարական նամակ ունեմ, փաստաբան պարոն Մարատոսից։ Պարոն Մարատոսն ինձ երաշխավորում է հատուկ օգնականի պաշտոնի համար։ Խնդրեմ տիկին։ Հատուկ օգնական։ Միանգամայն ճիշտ է տիկին, հատուկ օգնականի։ Իսկ դուք ինչ արժանիքներ ունեք։ Ես ստախոս եմ տիկին։ Ստախոս։ Կոնկուրսից դուրս ստախոս։ Թույլ տվեք ներկայանալ տիկին, Թոդորոս Պարլաս Վոլոցից։ Կամ Պարլաս ստախոս, կամ Փչան Թոդորոս։ Առաջին անգամ ուսում նման բան, ձերանուն իսկապես Փչան Թոդորոս։ Միանգամայն ճիշտ է տիկին, իմ անունը Փչան Թոդորոս է։ Եվ դուք հպարտանում եք դրանով։ Իսկ ինչու չհպարտանամ տիկին, իմիջիայլոց ես պատահական ստախոսների չեմ, ես տաղանդավոր ստախոս եմ։ Եվ շնորհիվ այդ հատկության դուք հավակնություն ունեք պաշտոն ստանալու։ Իհարկե, ինչ որ դա միակ հատկությունն է, որ հետաքրում է ձեր պատվարժան ամուսնուն։ Հետևաբար, պարոն Ֆերեքսի համար ամենահարմար տեխնացուն ես եմ։ Ինձանից լավ ստախոս նա չի գտնի ողջ աշխարհում տիկին։ Ուրեմն դուք ռեկորդ եք խփել։ Շնորհավորում եմ պարոն Փչան Թոդորոս։ Շնորհակալություն տիկին, շնորհակալություն։ Գուցե ձեզ դուր չի գալիս, որ ես ձեզ այդպես եմ անվանում։ Ո՞й, ինչ եք ասում, ընդհանրապես ես շոյված եմ տիկին։ Խնդրեմ ինձ միշտ էլ այդպես անվանել Փչան Թոդորոս։ Օ, դուք շատ հաճելին եք։ Շնորհակալություն, ես այդ գիտեմ տիկին։ Եվ շատ համեստ։ Այդ էլ գիտեմ, շնորհակալություն տիկին։ Ասացեք,
Ինչով այժմ ինչով եք Մինչև զբաղվում։ այժմ ես կեղծ վկայող էի տիկին։ Բայց մի դա մասնագիտություն։ Սովորաբար ոչ, բայց ես կարողացա կեղծ վկայությունը հասցնել մինչև լուրջ մասնագիտության աստիճանի։ Եվ ոչ մի դատավոր չի մերկացրել ձեզ։ Դուք ինձ վատ եք ճանաչում տիկին, դատավորներն ու փաստաբանները դողում էին իմ առաջ։ Դուք այդ արհեստով էլ ապրում եք։ Ոչ, ես միաժամանակ նաև ժուրնալիստ էի տիկին, ժուրնալիստ։ Այո։ Իսկ այդ ասպարեզում երևի դուք ձեր տարերքի մեջ եք, Այո, տիկին, հավատացում եմ ձեզ, գավառում ես միշտ էլ հաջողություն եմ ունեցել միշտ։ Իսկ որտեղ եք գտնում ձեր հնարածները։ Ճշմարտություն լրագրում։ Եվ ինչ եք գրում։ Անկեղծ ասած ամեն ինչի մասին էլ գրել եմ, ինչի մասին ասել որ չեմ գրել, տիկին, ամեն ինչի մասին։ Եվ քանի որ հատուկ օգնականի պաշտոնի համար տեխնացուների ընտրության գործում իմ կարծիքը նույնպես դեր է խաղում, Այո։ ես կկամենայի ձեզ ավելի մանրամասն տնտղել։ Տնտղել։ Ուզում եք ինձ տնտղել։ Ընտրեմ համեցեք տնտղել։ Ոչ արտակնապես, ոչ արտակնապես։ Ահ, ներեցեք, դուք ուզում եք ինձ ներքուստել քննել, այո։ Ներեցեք տիկին, այդ դեպքում թույլ կտաք նստել տիկին։ Շնորհակալություն տիկին։ Շնորհակալություն։ Pardon, տիկին, ներեցեք ընտրում, ներեցեք։ Ասացեք, պարոն Թոդորոս։ Պարոն Փչան, Թոդորոս։ Ներեցեք, պարոն Փչան Թոդորոս։ Այդպիսի կարիերա գավառում ձեր բերումից հետո ինչու որոշեցիք գալ մայրաքաղաք։ Գիտեք, ընկերներս եւ բարեկամներս հոգիս անեցին։ Լսիր, Թոդորոս, ասում են, ինչ ես նստել խուլ գավառում։ Մեկնիր մայրաքաղաք, սուտն այնտեղ ավելի է տարածված եւ ավելի է հարգի։ Եվ դու կարող ես այնտեղ առաջ գնալ։ Մտածեցի եւ որոշեցի, որ նրանք իրավացի են։ Իսկապես, ինչու պետք է քաշ գամ խուլ գավառում եւ ապարչուն վատնեմ տաղանդս։ Հա, եւ դուք եկաք արդենք, որպեսզի ձեր տաղանդը գործադրեք ըստարժանավուն։ Միանգամայն ճիշտ է, տիկին, եւ այժմ տիկին, երբ բախտս այսպես բացառիկ կերպով ինձ ժպտաց, եւ ես ծանոթացած ես հետ, հուսով եմ, որ դուք կմիջնորդեք ինձ համար, որպեսզի ես անհապաղ անցնեմ գործերիս կատարմանը, քանզի կռահում եմ, որ նվաճել եմ ձեր համակրանքը տիկին։ Օ, այդքան լավատես մի եղեք։ Չէ, ես զգում եմ, ես ձեզ մի քիչ դուր եկա տիկին։ Մի քիչ։ Իհարկե, այն բոլորն ինչ պատմում եք շատ հետաքրքրական է։ Այո, տիկին։ Դուք ինքներդ էլ կարծես հետաքրքիր անձնավորություն եք։ Այո, տիկին։ Բայց պետք է հետևյալն ասեմ ձեզ, Այո։ որ ես սուտ չեմ սիրում։ Չի կարող վադայել Ինչու եք ծիծաղում։ Ինչեր եք ասում տիկին, կին, եւ անկարծ չի սիրում սուտը, այդպես չի լինում տիկին։ Իսկ ինչու չի լինում։ Տիկին, կանայք բնածին ստախոսներին տիկին։ Աստվածն է պարգևել նրանց ստեղանամութաբար։ Չեմ ուզում ձեզ հաջողախոսել, բայց ենթադրում եմ, որ դուք էլ բացառություն չեք կազմում տիկին։ Դե այս անգամ սխալվում եք, չգիտեմ բացառություն եմ կազմում թե ոչ, սակայն զզվում եմ Ախ, ստից։ պետք չէ տիկին, դուք ինչի հաստատեցնում եք տիկին։ Հնարավոր բան էր, որ դա տիկին ինչ եք ասում տիկին։ Իսկ դուր է գալիս ձեր զարմանքի իսկապես ինչու հնարավոր չէ։ Տիկին, ստախոսությունը դա տաղանդ է։ Ինչպես կա ինչ սիրել, ստախոսությունը դա Աստծո պարգև։ Դե բավական է։ Վերջ տվեք մեկ երկար խոսեցինք։ Օ, իսկապես տիկին, իսկապես, խնդրում եմ ներեցեք ինձ իմ շտախոսյանց համար, ներեցեք տիկին, ես կարող եմ տեսնել դեպուտատ պարոն Ֆերեքսին։ Ցավոք սրտի նա տանը չէ։ Տեսակ տիկին, իսկ նա տանն է, իսկ դուք ասում եք, որ չեք սիրում ստել։ Այդ ինչ է նշանակում, դուք ինձ չեք հավատում։ Այո, բայց դռնապանն ասաց, որ նա տանն է տիկին։ Բայց դուք ինձ եք հավատում, թե դռնապանն։ Իհարկե դռնապանն է։ Դե գիտեք, ինձ թվում է դուք չափնացնում եք։ Ներեցեք տիկին, բայց որքան էլ ձեզ հարգում եմ, այնուամենայնիվ պետք է նշեմ, որ դուք եք չափն անցկացնում տիկին։ Ես։ Այո, դուք։ Այ քեզ անպատկա։ Լսեցեք տիկին, դուք սխալվում եք իմ հարցում։ Ես այստեղ եկել եմ ոչ թե սուտ գնելու, այլ վաճառելու միայն միջել։ Խնդրում եմ դες հրանակ այստեղ։ Հնարին է տիկին։ Ես պետք է տեսնեմ դեպուտատ պարոն Ֆերեքսին։ Սատանան տանի, գրող տանի։ Առաջին իսկ ռաունդում ուզում եք ինձ հաղթել, հա։ Ես չէ որպես մասնագետ ես ինքնասիրություն ունեմ տիկին։ Ինքնասիրություն ունեմ։ Դուք ուղղակի անտանելի եք։ Անտանելի է։ Վրասիդաս։ Իսկ ինչու կանչում Վրասիդասին։ Հիմա կիմանաք։ Ասում է, Վրասիդաս։ Դուք տարայք պարոնին։
վախեցա բարեկամս, հա։ Որա սիտած վախեցա։ Քեզ ինչ պատահեց, հա? Չես խապի, բանի ներկաց, ասացի կեզ, ներկաց, Տիկինչանի, պարոն Ֆերեկիս, Տիկինչանի, պարոն Ֆերեկիս։ Ինչ է պատահել, վրացի դաս։ Ես մարդ սպանեցի։ Չի կարող պատահել։ Պարոն, չի կարող պատահել։ Պարոն։ Բարև Տեոֆնոս, տեսնում եմ անտրամադիր ես։ Տեր Աստված, ինչ քաղաք է, ինչ մարդիկ են, չեք պատկերացնում։ Ինչ է պատահել։ Կես ժամ առաջ սահմանադրության հրապարակում նստում եմ տրամվայ։ Տրամվայը լեփրեցուն է, իմ առջևը ցցվել է մի տիպ։ Հետո։ Ինչու եք կանգնել, խնդրեմ, նստեցեք օրինակ։ Ոչինչ, ես կկանգնեմ, հետո։ Խնդրեմ, հիացվիր։ Հրացիր կուլա։ Լավ տիրույթ։ Իմ առջև ցցված այդ տիպը տրորում է ոտքս, կոշտուկս։ Հավան։ Ես նրան ասում եմ, լսեք, չեք կարող մի փոքր ավելի զգուշ։ Իսկ նա գիտեք ինչ է ինձ պատասխանում, ինչ։ Ասում է ներեցեք, պարոն, ինչով եմ ես մեղավոր, որ դուք ուխտի պես ծռվել եք։ Ինչպիսի անդաստերգություն, և դու նա չխպեցիր։ Ես ուզում էի նրան խփել, բայց մինչև ես ձեռքս բարձրացրի, նա ինձ մի լավ բռունցքով հասցրեց դեմքիս, թռավ տրամվայից է փախավ։ Պարոն Ֆերեկիս, թողեք, ես նրա հախիցը կգամ։ Ես նրա հախից կգամ։ Դու բոլորի հախից գալիս ես։ Փողոցները դիակներով փռել։ Հախից գա։ Հրացիր ես տիգ։ Չթողնում հախից գամ, ես էլ չեմ գա։ Տիրուհի, այնտեղ մի պարոն է եկել։ Ինչ պարոն։ Մի շատ գեղեցիկ պարոն։ Դարձյալ, ես քեզ հարցնում եմ, գեղեցիկ է թե ոչ։ Ինչ է կատարվում քեզ այդ տղամարդ տեսնելիս կուլա։ Չգիտեմ, տիրուհի, ինչ որ արտակարգ մի բան։ Կուլա, գնա բաց արա։ Իսկույն, տիրուհի։ Սարինչի հանդիպի, լուրուրի լարա։ Իսկապես, պարոն Թոդորով։ Ինչև է տիկին հավատացեք, որ ես արտակարգ երջանիկ եմ ձեզ կրկին տեսնելու համար և լիահույս եմ, որ մեր հարաբերությունները վճռականապես կանցնեն նորմալացման ուղղությամբ։ Հուսանք, Կուլա, այո տիրուհի, գետ այստեղ ինչ է պետք։ Ոչինչ տիրուհի։
Ես իհարկե երեկվա դեպքից հետո չէի գա դեկին, բայց քանի որ դուք զանգել եք պարոն Մարրատոսին, Ներեցեք, ամուսինս է զանգել, ոչ թե ես։ ուրեմն նա շատ ծրամիտ մարդ է եղել, Կոստովանում եմ, այրվում եմ նրա հետ ծանոթանալու անհամբերությունից դեկին։ Օ, նա նույնպես այրվում է ձեզ հետ ծանոթանալու անհամբերությունից։ Շատ ուրախ եմ դեկին, որ նա նույնպես այրվում է ինձ հետ ծանոթանալու անհամբերությունից։ Շատ ուրախ եմ դեկին։ Շատ ուրախ եմ դեկին։ Ծխում եք։ Շնորհակալություն։ Ավելի լավ։ Ասացեք դեկին, մեծ անհամեստություն կլինի, եթե ես հարցնեմ, նա տանն է թե ոչ։ Տանն է։ Տանն է։ Բայց նա այցելուներ են ընդունում։ Շնորհակալություն, ես կսպասեմ դեկին։ Ես կսպասեմ։ Նստեցեք, խնդրեմ, շնորհակալություն, համեցեք։ Շնորհակալ։ Pardon, դեկին, ներեցեք դեկին։ Չգիտեմ ինչու այս տանը ես ինձ զգում եմ ինչպես մեր տան։ Pardon.
Տիկին, ես այսօր ավելի շուտ կտայի ձեզ մոտ, բայց ինձ հետ մի անախորժություն պատահեց, Տիկին։ Այս ինչ մարդիկ են ապրում ձեր ապենքում։ Իսկ ինչ պատահեց։ Մի շատ տհաճ դիպված տրամվայում։ Դիպված տրամվայում։ Այո, տրամվայում, ուղիղ կես ժամ առաջ։ Սահմանադրության հրապարակում նստում եմ տրամվայ, կողքից կանգնած ինչ-որ մի տիպ, իսկական անասուն։ Ես պատահաբար տրորեցի նրա ոտքը, այնպիսի աղմուկ բարձրացեց, քիչ մնաց ինձ ուտել։ Եվ դու կրվեցի։ Կրվեցինք, տետևակի, պարզապես ես նրան անվանեցի ծերացած ապուշ, միակ բրունցքով հասցրի ու փախա։ Ճանաչում Տիկին, կրվի մեջ ես հետևում եմ կոմանդոս սիստեմին, խփիր և փախիր։ Ես ես զվարճացրի, Տիկին։ Այո, այս ակամ ավելի քան դու կարծում Շատ ուրախ եմ, Տիկին, շատ ուրախ եմ, եթե դուք տեսնեիք նրա մրուտը։ Այո։ Այո։ Իսկ ինչու եք այդպես ծիծաղում, Տիկին։ Որովհետև այն մարդը, որին դուք հարվածել եք, ամուսինս է։ Լավ, Տիկին, կատակներ մի քանի։ Ստենք, բայց ոչ այդքան կոպիտ։ Բայց ես չեմ ստում։ Ամուսինս։ Բայց ես չեմ ստում։ Շատ կոպիտ եք փչում, Տիկին, շատ կոպիտ։ Ուզում եք տեսնել նրա դեմքը։ Նրա դեմքը, իսկ որտեղ է նա։ Եկեք այստեղ։ Դե լավ, Տիկին, բավական է կատակեր։ Եկեք այստեղ։ Ինչ է։ Նա չէ։ Ո՞վ։ Նա։ Ո՞վ նա։ Ամուսինս։ Որտեղ։ Այնտեղ նայ։ Աստվածիմ նա է։ Նա է, այն մարդն է, որին ես տրամվայում ծեծել եմ։ Աստվածիմ։ Ամուսինս Ամեն ինչ կսպասեի, բայց ծեծել սեփական շեֆին նրա հետ ծանոթանալուց առաջ, այդ մեկը երբեք չէի կարող պատկերացնել։ Աստվածիմ։ Ամուսինս քիչ առաջ պատմեց այդ դեպքի մասին եւ ասաց, եթե նա ձեզ որևէ տեղ հանդիպի, փոշի կդարձնի։ Ստեսություն Տիկին։ Սակայն պատեցեք մի րոպե։ Են ինչ բացեմ։ Մի մեծ ծագեք։ Ինչ մի։ Քանի որ դուք այսպես բարձրանում եք ձեր ստախոսի ու տաղանդով, որևէ բան հնարեցեք ձեզ արտարացնելու համար։ Արտարացնելու մրաչ։ Ամուսնուս։ Գրոջան, իսկ ինչ ասեմ ես նրան ծեծել եմ, չէ։ Ինձ եք հարցնում։ Ահա ձեզ հնարավորություն հանդես գալու ձեր տաղանդի ոչ փայլով։ Կարող եք որևէ սուտ հորինել ձեր բռունցքի հարվածն արտարացնելու համար։ Եթե դա ձեզ հաջողվի, կնշանակի գնահատելի եւ օգտավետ մարդ եք եւ կանցնեք աշխատանքի։ Եվ կանցնեմ աշխատանքի։ Այո։ Եվ դուք չեք խառնվի եւ չեք հանգարի։ Ոչ մի խոր չեմ ասի, հնարավորություն եմ տալ զիքները դուրս գաք այս փորձությունից։ Ազնիվ խոսք։ Ազնիվ խոսք։ Լավ, պայմանավորեց։ Գնամ հայտնեմ պարոն Ֆերեկիսին, որ իրեն ուզում եք տեսնել ինչ-որ բան։ Հայտնեք։ Մի րոպե։ Ես մի որևէ հարմար սուտ գտնեմ հիմա։ Դե շտապեցի։ Սպասեք Տիկին, դա այնքան էլ հեշտ գործ չէ, Գրոհդան, ինչ եմ խփել, պետք է արդարանալ, չէ։ Հիմա։ Ես այդ այդ ձեզնից պահանջում։ Դե շտապեցեք պարոն Թոդորոս, դե շտապեցեք պարոն Փչան Թոդորոս, այդ քիթդ կտրորի այն ժամանակ իմանաս Փչան Թոդորոս։ Գրոհդանի, առաջին անգամն ինձ հետ այսպիսի դեր, դե Թոդորոս կեսնե։ Թոդորոս մի որևէ սուտ։ Ինչու խփեցիր Թոդորոս։ Թոդորոս ինչու խփեցիր։ Օրինակ ինչու խփեցիր։ Թոդորոս։ Ձեզ մենակ է թողել։ Հերացիր ես վարակի հիվանդություն ունեմ։ Մի որևէ սուտ, Գրոհդանի, մի որևէ սուտ, Գրոհդանի, ահա, սուտ, մի որևէ սուտ, չի հավատա միևնույն է, չէ Թոդորոս կեսնես, Թոդորոս կեսնես,
Մարիո։ Այո։ Տրամվայ։ Այո, մենք տրամվայում ծանոթացանք, այո։ Եվ դու։ Այո։ Այդ բոլորից հետո համարձակվել ես գարի տուն բացի ես կսպանեմ դրիկա դու ինձ դեպի չես տունից Մի մորեսուտ ինչու մատեի։ Ես մեղավոր չեմ, ինձ դրթեցին, ձեր քաղաքական հակառակորդները դրթեցին։ Նա հարցրեց դու գործազուրկ ես, ես ասացի այո գործազուրկ եմ, նա ասաց ուզում ես փող աշխատել, ես ասացի ուզում եմ փող աշխատել, նա ասաց ահա քեզ $3 գնա խփիր այդ պարոնից, լուրջ աստված վկա պարոն, աստված վկա պարոն բերեք, աստված վկա, այո, նրանք ինձ ստիպեցին ձեզ խփել պարոն բերեք, և վճարեցին $3, սա իչես հեկատին կարին էի։ Վեր աստված, քաղաքական բարքերի ինչպիսի անկում։ Այո, պրոֆերեքս, ես չգիտեի, թե դու քով եք, երբ իմացակ ինչ մնաց խելագարվեին, մտածեցի այս ումն եմ ես խփել, մեր դեպուտատին եմ խփել, ժողովրդի պարծանքին եմ խփել, պարլամենտի սոխակին եմ խփել, Ուրեմն դուք ինձ դեմքով չէիք ջան։ Դե իհարկե չէիք ջանչում, պարոն դեպի թե ես ինձ այդպիսի բան թույլ կտայի, եթե ես ձեզ ճանաչեի, պարոն Միայն լսել եք։ Միայն լսել եք, պարոն Ֆերեքս, և ով չի լսել ձեր մասին, պարոն Ֆերեքս, ինչպիսի համբավ ունեք դուք, ինչպիսի համբավ ունեք, պարոն Ֆերեքս, և ինչպես ես ինձ թույլ տվեցի ձեզ նման մարդուն խփել, պարոն Ֆերեքս, ես ինչպես ինձ այդ բանը թույլ տվեցի, Լավ, ես գնահատում եմ ձեր անկեղծությունը և խնդրում եմ հանգստացել։ Չէ, խնդրում եմ չխնդրեք, ես միամենը չեմ հանգստանալ։ Չէ, ես ինձ երբեք չեմ ների, ես ինչպես ինձ թույլ տվեցի, ձեզ նման մարդում խփել պրովեք, չպործեք ինձ մխիտարել պրովեք, չպործեք, ես չեմ ների ինձ երբեք, ես ինչպես ինձ թույլ տվեցի, ձեզ նման մարդում խփել պրովեք, Ինչ չմխիդարեք, պրովեք ձեզ, ես երբեք ինձ չեմ տերի, պրովեք։ Ես հասկանում եմ։ Ես թույլ տվեցի, պրովեք, ես ինչպես թույլ տվեցի, պրովեք, ես ինչպես այդ բանը ինձ թույլ տվեցի, պրովեք։ Ախր եթե ես իմանայի, թե դուք ով եք, այն չիմանա, բայց վիտ է, ես որտեղից իմանայի, որ դուք Խնդրում եմ հանգստացեք։ Չէ, ես ինչպես ինձ թույլ տվեցի ձեզ նորմատուն։ Լսեք, դուք ինձ խփել եք և դեռ ես պետք է մխիթարեմ ձեզ, հա։ Իհարկե, պրոֆեսոր։ Չէ, ես այդ չէի ուզում ասել, ես ուզում եմ ասել, ես ինչպես ինձ թույլ տվեցի ձեզ նորմատուն խփել։ Լավ, վերջացնենք։ Չէ, ես ինչպես ինձ թույլ տվեցի ձեզ։ Չէ, ես ինչպես ինձ Ստեցեք ասացին եմ։ Չէ, ես ինչպես Լսվեցեք։ Չէ, ես ինչպես Լսվեցեք։ Սեր, լստեք ասում եմ։ Լստեք։ Ներեցեք, պարոն Ֆերեքս, ներեցեք, կարելի է նստել, պարոն Ֆերեքս։
Խնդրում եմ, շնոր արեք, նշվեցրեք, շնորհակալություն Ֆելիքս, շնորհակալություն պարոն Ֆելիքս։ Լսիր, իսկ հիմա դու ինձ ասա թե ով։ Չէ, ես լսեք, լավ եմ կարել, որ ինձ խփել եք։ Շնորհակալություն եմ հայտնում, ոչինչ, պարոն Ֆելիքս, ես ձեզ ներում եմ։ Ոչինչ, պարոն Ֆելիքս։ Լավ, իսկ այժմ ասա թե ով քեզ ստիպեց խփել ինձ։ Ով։ Այո։ Ես ձեզ կասեմ, պարոն Ֆելիքս, ես ձեզ կասեմ, միայն ոչ ոք չլսի, պարոն Ֆելիքս։ Ոչ, չէ, միայն որտեղ դուք գիտեք, ես հասկանում եմ իմանալ։ Այո, Ոչ ոք չլսի։ Ոչ ոք չլսի։ Ոչ ոք չլսի, պարոն Ֆելիքս։ Ով։ Չգիտեմ։ Ինչպես է չգիտեմ։ Գիտեմ, միայն չգիտեմ նրա անունը, պարոն Ֆելիքս, անունը չգիտեմ։ Լսիր, Իսկ արտակնապես գոնե կարող ես նրան նկարագրել ինչպիսին է։ իհարկե կարող եմ, պարոն Ֆելիքս, արտակնապես նա բարձրահասակ է, պարոն Ֆելիքս, ոչ այնքան էլ գեր, երկար քթով էր, պարոն Ֆելիքս, բեխերով էր, պարոն Ֆելիքս, եւ ամենակարևորը, պարոն Ֆելիքս, ամենակարևորը ականջներով, պարոն Ֆելիքս։ Երևի ուզում ես ասել, ականջները մեծ են։ Այո, աչքին նոր ականջներ են այսպես։ Եթե դու նրան կրկին հանդիպես, կճանաչես։ Իհարկե կճանաչեմ։ Միայն եթե նա բեխերը չսափրի կամ ականջները չկտրվի։ Եթե չսափրի, ես նրան ճանաչեմ, պարոն Ֆելիքս։ Ուրեմն, Այո, պարոն Ֆելիքս։ ուրեմն ասում ես բարձրահասակ էր։ Ոչ, այնքան էլ բարձրահասակ չէ։ Չարաշ ասացիր բարձրահասակ էր։ Ոչ, պարոն Ֆելիքս, ավելի ստույգ նա միջահասակից մի փոքր, մի փոքր։ Հիմա, միջահասակից մի փոքր, Բարձր է։ Լսի, քո տեղեկությունները շատ խրթին են, ես ոչինչ չհասկացա։ Հակառակը պարոն Ֆելիքս, Այո, բայց դու ասում ես նա բարձրահասակ էր։ Հաջողվեց, պարոն Փչան Թոդորոս։ Ինչ ասացի։ Պարոն Փչան Թոդորոս։ Ինչ ասում նա։ Ախ, տիկին, ձեր տված հազնիվ խոսքը չկատարեցիք։ Լսեք, ասացեք վերջապես, ով եք դուք։ Ներեցեք, պարոն Ֆելիքս, բայց ներկա հանգամանքներում ստեւն այլևս իմաստ չունի։ Ներկա հանգամանքներում ստեւն այլևս իմաստ չունի, բայց քանի որ ես նախազգուշացված էի, որ դուք ստի սիրահար եք եւ ստախոսյան երկրպագուն, համարձակում եմ ներկայանալ Թոդորոս Պարլաս Վոլոցից, հայտնի որպես Պարլաս ստախոս կամ Փչան Թոդորոս։ Դեր ողորմած Աստված։ Ակվանիր ուղորմյալ։ Լսի, ես եկել ես ինձ մոտ, դու, մի ժամ է դու իմ գլուխը դարում ես ինչ-որ հեքիաթներով։ Ես գալիս էի ձեզ հետ ծանոթանալու համար, բայց դժբախտ պատահականությունը մեր ժամանակից շուտ հանդիպեցրեց տրամվայում, պարոն Ֆելիքս։ Այո, հեռացիր միջապես ետանից։ Սպասեք, պարոն Ֆելիքս, սպասեք, բայց որ դուք ստախոս էիք ընտրում։ Այո, ստախոս ես փնտրում էի, բայց ոչ թե ինձ համար, այլ ուրիշների։ Ոչինչ, պարոն Ֆելիքս, համարեք, որ ես քննություն հանձնեցի, Այո, պարոն Ֆելիքս։ Դուք ինչ եք հանում, ես ինչ վատ բան եմ արել, դուք ինչ եք հանում, պարոն Ֆելիքս։ Ահա, ես ամենս ես գտա, բարոն։ Ներեցեք, բարոն, Երկու դուք կոշիկ
մաշուտից հետ մոտ Ես կնարգալով։ ամեն ինչ Դուք կբացատրեմ։ փորձածել եք երբ որս բանդի Այո, հասկանում եք։ Երբեք պարոն Պատացյաց։ Բայց այդ գործը ես վերցրել եմ ինձ վրա։ Իսկ դու ով ես։ Պարոն Ֆերեկիչի ավտոկոպնական։ Ministrul ուսումնասիրում է ձեր եղբոր գործը։ Հիշում եք ես ձեզ ասել եմ, պարոն Ֆերեկիս։ Ministrի հետ զրուցելիս ես շատ համառեցի։ Եվ նա խոստացավ ինձ անհապաղ զանգել։ Եվ ես եմ Ահա ինքը մինիստրը, ահա եւ ինքը։ Հալո, պարոն մինիստր, դուք եք։ Ես եմ, Թոդորովսն է։ Այո, ես սպասում եի ձեր զանգին, պարոն մինիստր։ Այո, պարոն մինիստր։ Պարոն մինիստր, ինչ եղավ այն Պատացյասի գործը։ Ինչպես։ Ոչ, միայն ոչ այդպես։ Պարոն մինիստր, ես ձեզ ասել եմ, որ մի րոպե, պարոն մինիստր, ես ձեզ ասել եմ, որ պարոն Ֆերեկիսը պահանջում է, որպեսզի այդ մարդուն ամիջապես ազատեն բանտից։ Ինչպես է ինչու։ Որովհետև պարոն Պատացյասը պարոն Ֆերեկիսի լավագույն բարեկամներից է։ Դե այն ինչ որ լսում եք, պարոն մինիստր։ Պարոն մինիստր, դուք ստիպում եք ձեզ այդ հանքարողականին։ Ուրդ։ Պարոն մինիստր, ես ձեզ հետ չէի։ Ես կրկնում եմ, պարոն մինիստր, որ պարոն Ֆերեկիսը պահանջում է, որպեսզի այդ մարդուն ամիջապես ազատեն բանտից։ Ոչ։ Պարոն մինիստր, իմացեք, եթե չլուծեք այդ խնդիրը, հարց կդրվի ձեզ կուսակցությունից հեռացնելու մասին։ Դա արդեն ուրիշ բան է։ Չէ, խնդրեմ, պարոն մինիստր, դա արդեն ուրիշ բան է։ Խնդրեմ, պարոն մինիստր, ես համաձայն եմ, դա ուրիշ բան է։ Խնդրեմ, ստեցին, պարոն մինիստր։ Չէ, դա արդեն ուրիշ բան է։ Խնդրեմ, ստեցին, պարոն մինիստր։ Չէ, դա արդեն ուրիշ բան է։ Այո, խնդրեմ, պարոն մինիստր, ստեցություն։ Չէ, դա ասացի դա ուրիշ բան է, պարոն մինիստր։ Այո, ստեցություն։ Խնդրեմ, ստեցություն։ Վերջապես։ Տերը ողորմած Աստված, այ քեզ ճարպիկ մա, այ քեզ ստախոս։ Իսկ ինչ ասաց, պարոն մինիստրը։ Ինչ ասաց։ Իսկ ինչ կարող է ասել, կկատարի։ Թող փորձի չկատարել։ Ուրույն պարես պրկված է։ Իհարկե պրկված։ Շնորհակալություն, պարոն։ Ինձանից շնորհակալ։ Ահա ումից պետք է շնորհակալ լինեք։ Այդ նա է արել։ Խնդրեմ, նստեցեք, պարոն Ֆերեկիս։ Այդ նա է արել։ Շնորհակալություն, պարոն Ֆերեկիս։ Շնորհակալություն, պարոն Ֆերեկիս։ Շնորհակալություն։ Կամաց։ Մինիստր։ Շնորհակալություն եք հայտնում։ Շնորհակալություն, պրոֆեսոր։ Հատակ եք անում։
Պատաճս, պարոն պատաճս, կտակ եք անում։ Պարոն Ֆերեկիսը քիչ մնաց ինձ ուտեր։ Ասում եմ մերիր, բայց իմ բարեկամ պատաճասի գործը գլուխ դեր։ Եվ ինչու նա ձեզ այդքան սիրում, հա? Ինչու նա ձեզ այդքան սիրում։ Պարոն Ֆերեկ, դուք ինչու եք այդքան սիրում, հա? Ինչու նա ձեզ։ Իսկ դուք քիչ առաջ ունենա։ Օ, ես չէի ուզում։ Ներողություն խնդրեք։ Սիրեք ձեր դեպուտատին, համբուրեք ձեր դեպուտատին։ Ներողություն, պարոն Ֆերեկիս։ Համբուրեք։ Ներողություն, պարոն Ֆերեկիս, ես չէի։ Համբուրեք ձեր դեպուտատին։ Սիրեք ձեր դեպուտատին։ Համբուրեք։ Ներողություն, պարոն Ֆերեկիս, ես անգետ չէի ուզում, ես անում եմ Համբուրեք։ Բավական է։ Մաքրեք ձեր բերանը։ Իսկ հիմա Դուրն ես կողմն է։ ես ինչ պետք է անեմ։ Ինձ կզանգեք, ես ձեզ կտեղեկացնեմ գործի ընթացքի մասին։ Խնդրեմ, դուրն ես կողմն։ Շնորհակալություն, պարոն անգետ։ Բավական է, այն կողմ, դուրն ես կողմն։ Կրկինական շնորհակալ եմ, պարոն։ Համեցեք։ Օ, տիկին, ես անչափ։ Ոչ, այստեղ համբուրել։ Շնորհակալություն, պարոն Ֆերեկիս։ Համեցեք, շատ ափսոս, որ գնում է։ Դուրն ես կողմն։ Կրկինական շնորհակալ եմ, պարոն։ Այնչափ շնորհակալ եմ։ Տեր Աստված, այն քեզ տիպ, այն քեզ ստախոս։ Այդ ինչի նշանակում չի ուզում ես։ Չլինի մտադիր ես այս մարդուն հատուկ օգնական նշանակել։ Բայց չէ որ ինքն իրեն արդեն նշանակել։ Շատ շնորհակալ եմ, պարոն Ֆերեկիս։ Շատ շնորհակալ եմ։ Բրավո, ողում եմ, ես, բայց շատ հետաքրքիր էր, թե ով էր այդ զանգտվողը։ Չգիտեմ ինչ որ մի կին էր խոսում, ով է չհասկացա։ Չգիտեմ ինչ կին էր։ Հիանալի։ Հա, Դարչալզան։ Ալո։ Ինչպես են գործերս։ Շատ լավ են գործերս։ Շատ լավ։ Ես ես լսում եմ օրյոտ։ Ես դե չէի ուզում ասել, պարոն Ֆերեկիս, բայց այդ մարդն ուղղակի անտանելի է։ Ստախոսների ես իմ կյանքում շատ եմ տեսել, բայց այսպիսինը հանդիպում եմ առաջին անգամ։ Ասում է բարև եւ միաժամանակ ստում է։ Այ քեզ սրիկա։ Գիտեք նա ինձ ինչ ասաց երեք։ Ոչ։ Իբր ինքը ամուսնացած է եւ ունի 27 երեխա։ Եվ երբ ես զարմացա եւ հարցրի թե ինչպես է պատահել, որ իր կինը այդքան շատ երեխաներ ունի, նա ինձ ասաց, որ իր կինը ծննդաբերում է տարին 3 անգամ։ Եվ ամեն անգամ եռյակ։ Այ քեզ անպատկա։ Դա դեռ քիչ է, պարոն Ֆերեկիս։ Նա համարձակվեց ինձ առաջարկություն անել ամուսնանալ իր հետ։ Օ, դա հետաքրքիր է։ Միայն այն պայմանով, եթե ես համաձայնվեմ դաստիարակել այդ բոլոր 27 երեխաներին։ Անպատկար, հա։ Շատ հետաքրքիր է, շատ։ Պարոն, թույլ կտաք ինձ մեկնել Աֆրիկա։ Ուր։ Աֆրիկա։ Պարոն Թոդորոսը սեփական Սուզանավ ունի։ Այո, եւ նա ուզում է ինձ իր հետ տանել Աֆրիկա։ Թույլ կտաք։ Այո, իհարկե։ Շնորհակալություն, պարոն։ Գնա Աֆրիկա, հիմար աղջիկ։ Խնդրեմ, պարոն Ֆերեկիս։ Բոլորին խելքահան է արել։ Դա ինչ բան է, բրասիդաս։ Հատուկ անթել հեռախոս, պարոն Թոդորոսի համար։ Օհո, անթել։ Այո, անթել և անձայն։
Լավ։ Հա, այնտեղ ինչ-որ մի կին ձեզ է հարցնում։ Ներս հրավիրիր։ Լսում եմ։ Թոդորոս։ Պարոն Ֆերեկիս, վաղ առավոտից թերթեր, նամակներ և հրագրեր։ Տեսեմ։ Խնդրում եմ ձեզ, կարդացեք այսա։ Ինչպես հայտնի դարձան ստույգ աղբյուրներից նոր մինիստրների թվում նշում են նաև բարոն Ֆերեկիսին։ Եվ այդ ստույգ աղբյուրը Փչան Թոդորոսն է։ Պիպիցա։ Կարելի է։ Համեցեք, տիկին, համեցեք։ Բարև ձեզ, համեցեք։ Ես եկել եմ իմ խեղճ տակերոջ գործով։ Ում գործով։ Հիշում եք։ Խարիլաուսի։ Խարիլաուս։ Պիրեի Մաքսատան աստիճանավորի։ Խարիլաուս։ Պարոն Ֆերեկիս, Ստացել էիք նրան աթենք հեղափոխել պարոն։ այդ գործը հանձն է արել պարոն Թոդորոսը։ Եվ ինչ, դեռ չի տեղափոխել։ Ճիշտ է։ Ես 3 անգամ եղա նրա մոտ, բայց Միթե չի տեղափոխել։ պարոն, արդեն ուշ է։ Խեղճը մեռավ։ Ինչ եք ասում, տիկին, խորապես ցավակցում եմ, խնդրեմ համեցեք, նստեցեք, նստեցեք տիկին, խնդրում եմ, համեցեք, ցավակցում եմ, գիտեք, դա մեծ դժբախտություն է իհարկե։ Ես եկել եմ նրա գործերը ստանալու պարոն։ Ահա, գիտեք, Բարյար, տիկին, ամեն ինչ կարգին է, տեղափոխումը պատրաստ է, ես արդեն հրագրել եմ Խարիլաուսին և այսօր առավոտյան ստացա պատասխանը, մի րոպե, որտեղ է պատասխանը, մի րոպե, խնդրեմ պատասխանը, չափազանց երախտապարտ եմ, կետ, մեկնում եմ աթենք, կետ, երախտապարտ Խարիլաուս, կետ։ Տեր Աստված, ինչպես նա կարող է հրագիր տալ, երբ մեռել է։ Ուրեմն, ձեզ արդեն ասել են, հա? Այո, ինձ գրել են։ Ինչ են արել? Ինձ գրել են, պարոն։ Գրել են, սրիկաներ։ Այդպես մի անգամից չվախեցան, որ դուք կարող եք կաթվածահար լինել։ Այս ինչ մարդիկ են ապրում, այս քաղաքում գրող տանի, ինչ մարդիկ են ապրում, գրող տանի։ Իսկ դուք որտեղից իմացաք, որ նա մեռել է։ Ինձ հրագրել են, հրագիրը ձեզ մոտ է օրյոր։ Ինձ մոտ։ Այո։ Խնդրում եմ տիկնոջ այլևս չզբաղեցնել, տվեք նրան փաստաթղթերը։ Լսում եմ ձեզ, պարոն Ֆերեկիս, լսում եմ ձեզ փաստաթղթերը, լսում եմ ձեզ, պարոն Ֆերեկիս, լսում եմ, դուք գիտեք, չէ՞ տիկին, որ մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի տեղափոխումը կատարենք, բայց Տերը ցանկացավ նրան տեղափոխել հավիտենական օթևով։ Ինչ արած, տիկին, ինչ արած, խնդրեմ ձեր փաստաթուղթը, խնդրեմ մեկ րոպե լռությամբ, հարգենք հանգուցյալի հիշատակը։ Ոտքի։ Չէ, ոտքի։ Ոտքի։ Դե գնայդ մեկ րոպե լրացավ տիկին, մեկ րոպե լրացավ, խնդրեմ դուրն այս կողմն է, համեցեք։ Ցավակցում եմ, մեր պարտքն էր իհարկե։ Շատ շնորհակալ։ Դա նրա պարտքն էր, համեցեք, պարոն Շատ շնորհակալ եմ։ Համեցեք։
արած, տիկին, ինչ արած, դուրն են կողմ եմ։ Ինչ արած, Պարոն Ֆերեկիս, ես ես խնդրում եմ հաղորդել պարոն Թոդորոսին, որպեսզի չխառնի իր գործերի մեջ։ Երբ նա ստում է, ամեն անգամ վկայակոչում է ինձ եւ դրանով սարսափելի վիճակի մեջ է դնում։ Միթե, իսկ ինչ եք ընկնում սարսափելի վիճակի մեջ, օրյակ։ Որովհետեւ ես ստել չեմ կարող, պարոն։ Իսկ դուք ընտելացեք, օրյոր, ընտելացեք։ Բայց ես չեմ կարող ընտելանալ, պարոն Ֆերեկիս։ Երբ ես ստում եմ, ես մի տեսակ շփոթվում եմ, ապշում։ Ոչինչ, մի քանի անգամ կապշեք, հետո կսովորեք։ Դուք ուղղակի անտանելի մարդ եք։ Պիպիցա։ Շատ անշնորհք աշակերտուի դուրս եկավ այս աղջիկ, պարոն Ֆերեկիս։ Շատ անշնորհք, շատ Թոդորոս անշնորհք։ սիրելիս, Այո։ իհարկե այս ամենը շատ լավ է, բայց կարծում եմ, որ դու այլևս այս հեռախոսից օգտվելու առիթ չես ունենա։ Այսինքն ինչպես է այլևս, նա նոր է բոլորովին։ Այո, բայց որովհետև նա ոչ թել ունի, ոչ ծա։ Այո, իսկ ինչու ժամանակակից տեխնիկան չպետք է թափանցի քաղաքականության մեջ։ Պարոն Ֆերեկիս, անթել հեռախոս, այո։ Այո, անթել հեռախոս։ Անթել հեռախոս։ Այդ ինչ է։ Մի երիտասարդ բերեց։ Ումից։ Ոչ, պարոնին։ Տեսնում եք, պարոն Ֆերեկիս, ես տանջվում եմ, իսկ ծաղկեփնջերը դուք եք ստանում։ Նա ասաց, որ սա նիցակիցայից է։ Լավ, թող իմ գնա։ Այո։ Աֆրիկա։ Աֆրիկա։ Հիմար աղջիկ։ Այդ ինչ նիցակից է, պարոն Ֆերեկիս։ Օ, Թոդորոս սիրելիս, երեք Գյորգիուի հետ գնացել էինք կաբարե։ Տրամադրությունները շատ լավ էր, մի փոքր զվարճացան։ Պարոն դեպուտատ։ Այո, այդ կաբարեի երկչուհին նիցակիցը մոտեցավ մեր սեղանին, ինչ որ բան խնդրեց ինձանից, բայց ճիշտ ասած չեմ հիշում, Ինչ խնդրեց։ չեմ հիշում, թե ինչ խնդրեց, բայց խոստացա, որ կկատարեմ։ Ինչպես սրանց իմանալու թե ինչ է ուզածը։ Այո, իսկ ինչ կա։ Գրողը տանի, պարոն Ֆերեկիս, խնդրում եմ խոստումներ տվեք, բայց իմացեք թե ինչ է խոստանում գրողը։ Լավ, իսկ ինչ նշանակություն ունի, թե ինչ է խոստանում։ Ինչպես է։ Միևնույն է, դու կկարգավորես։ Վատ եք սովորել։ Վատ սովորեցիք, պարոն Ֆերեկիս, վատ սովորեցիք։ Վատ սովորեցիք։ Իհարկե, այդ մասին տիկնոջս ջենի հանկարծ ոչ մի կողմ։ Դե բարձ։ Դու հասկանում ես, երբ մենք գնացել ենք։ Այո։ Ո՞ր է այդ Իցակիցան Թեոֆիլոս։ Ո՞վ է։ Հանգիստ։ Հիմա։ Ներեցեք, ինչպես ասացիք տիկին։ Իցակիցան։ Ախ, այդքան երկար, նիցակից։ Դուք խոսում եք իմ հարսնացուի մասին, տիկին։ Նա ձեր հարսնացուն է։ Այո, իմ հարսնացուն է։ Ուրեմն դուք նշանված։ Իհարկե նշանված եմ, միթե դուք չեք ասել, որ ես նշանված եմ, պարոն Ֆերեկիս։ Ոչ, ոչ։ Նա ինձ ոչինչ չի ասել։ Նա ինձ ոչինչ չի ասել, շնորհավորում եմ, ես սրտի ուրախ եմ։ Հիմա ասած եք, կարող դնալ, պարոն Ֆերեկիս։ Լավ, ես գնում եմ քաղաքական բյուրո։ Սպասիր Թեոֆիլոս։ Իսկ ինչու պարոն Թոդորոսի հարսնացուն ծաղիկներ ուղարկում է քեզ։ Դե ինչու Թոդորոս, Ինչու, որովհետև պարոն Ֆերեկիսը մեր թավորն է։ Այո։ Նա պետք է մեզ պսակի։ Բրավո։ Ուրեմն ես ձեր քավորակինն եմ։ Անշուշտ տիկին, անշուշտ։ Քավոր, իսկ հարսանիքը երբ է։ Դե հարսանիք չի լինել։ Ինչպես է չի լինելու։ Շուտ չի լինելու։ Դե շուտ չի լինել։ Շուտ չի լինելու։ Դե ես գնամ։ Գիտեք, նա բացառիկ աղջիկ է, նոր է ավարտել քոլեջը, հոնիցակիցա,
Բանիցը, կիցը, նիցը։ Բացարիք աղջիկ է նոր է ավարտել։ Այո, պատկերացրեք, նոր ավարտեց կոլեջը։ Նիցա, կիցա, արտիստուհի։ Նա արտիստուհի է։ Այո, արտիստուհի է, նկարչուհի է, նկարչուհի։ Եվ ինչ է նկարում։ Ամեն ինչ, ինչ որ տեսնում է, այն է նկարում։ Հիանալի է։ Նա հեռախոսն ունի, ես անձամբ կզանգահարեմ և կշնորհավորեմ։ Օ, մի կան անգստանատիք, ինչի այն պետք չեն անգստանալ, ինչ է, անանգստանում ես ինքս անձամբ նրան կհաղորդեմ ձեր շնորհավորանքները։ Ես անձամբ պետք է զանգահարեմ։ Դե լավ, եթե պնդում եք, տիկին Ջենի, եթե պնդում եք, զանգահարեք նոր հեռախոսով, նոր գեղեցիկ հեռախոս, տիկին Ջենի։ Ալո։ Ալո, այդտեղ է խոսում։ Այդ դուք եք օրորնիցա կիցա։ Ձեզ հետ խոսում է ձեր քավորակինը։ Դեպուտատ Ֆերեկիսի կինը, այո, այո։ Դուք ես լսում եք, հենց նոր ձեր փեցացու պարոն Թոդորոսը ինձ շատ հաճելի նորություն ասեց և ես շատ ուրախացած ես համար, որովհետև դուք ամուսնանում եք մի շատ խելացի մարդու հետ։ Ինչպես? Այո, այո, նա այստեղ է։ Ախ, ուզում եք խոսել նրա հետ։ Խնդրեմ։ Պարոն Թոդորոս։ Պարոն Թոդորոս։ Այո։ Հեռախոսի մոտ է։ Ինչ հեռախոսի մոտ։ Պարոն Ֆերեկս, միգուցե դուք կխոսեիք, Ոչ, ոչ, ձեզ եմ խնդրեմ, դուք եք խոսեք։ Լավ։ Ալո, լսիր, նիցա կիցա։ Գիտես իմ անունն է Փչան Թոդորոս, բայց գիտես կան այնպիսիները, որոնցից ես դեռ շատ հեռու եմ։ Մյուս անգամ ինձ հեքիաթներ չպատմեք, ես հեքիաթների չեմ հավատում։ Ինչ կարող եմ ասել, այս անգամ դուք ինձանից էլ առաջ անցաք։ Հա, ինչ վերաբերվում է քեզ Թեոֆիլոս, ապա կաբարե գնալիս խոստումներ չանես, մի շարիր քո խոստումները։ Մի շարիր։ Պարոն Ֆերեկս, գիտեք ես ինչը, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ։ Դուք ինչ եք դրսում ստախոս փնտրում, երբ ձեր տանը այսպիսի գանձ ունեք։ Վերջացրենք, ես գնացի քաղաքական բյուրո։ Գնա, Թեոֆիլոս։ Պարոն Ագիսը։ Վերջապես, ներս խնդրիկուլա։ Իսկույն։ Նո, ինչ է, ագիսին էիր սպասում։ Այո, այո։ Բարյոր։ Ժամադրության դու գալիս եք ճիշտ նշանակվաճանին, պարոն Ագիս։ Օհո, ժամադրության։ Ես ձեզ հետ պետք է խոսեմ առանձին, տետատետ։ Խնդրեմ, այն շուտ Թեոֆիլոսը տեղ է շտապում։ Դուք մեզ ներեք։ Ուսով եմ ես կներեք։ Խնդրեմ, չաո։ Լուսիկ, ինչ է նշանակում այս ամենը։ Անձնական կյանք է, ես չեմ խառնվում։ Դրա լավ, Դա ինչ ես գնացի քաղաքական բյուրո։ Խնդրեմ, մի քան անգստանա, պարոն Ֆերեկս, ես այստեղ եմ։ Ես այստեղ եմ։ Ընդունելություն լինելու է։ Ով կա։ Պանագիս դերվիսիս։ Վանագիս դերվիսիս։ Այդ ով է։ Չգիտեմ։ Ես էլ չգիտեմ։ Լավ, կանչիկ թողա։ Լսում եմ։ Կանչիկ թողա, տեսենք ինչ եմ ուզում այդ Վանագիս դերվիսիս։ Հավեն։ Հավեցեք բեր։ Ախ, այդ դու ես։ Հրացիր ստեղից իսկույն, հրացիր։ Համեցեք, բարեկամս, համեցեք։ Շատ ուրախ եմ ձեզ կրկին տեսնելու համար։ Դե ինչպես են գործերը։ Լավ է։ Առողջությունը։ Առողջ է։
Տանը բոլորը առողջ են։ Առողջ են։ Շատ ուրախ եմ, Ներեցեք, իսկ դուք ով եք։ Պարոն Ֆերեքսի հատուկ օգնականն եմ։ Ներեցեք, դուք ինձ ճանաչում եք։ Այն էլ ինչպես շատ լավ եմ ճանաչում։ Ներեցեք, բայց մենք Այո, մենք իրար երբեք չենք հանդիպել, իհարկե, բայց պարոն Ֆերեքիսը ինձ այնքան է պատմել ձեր մասին, որ ինձ թվում է, որ մենք երկար տարիների բարեկամներ ենք։ Համեցեք նստեցեք ընտրեմ։ Նստեցեք ընտրեմ։ Պարոն Ֆերեքիսը ձեզ պատմել է իմ մասին։ Այն էլ քանի անգամ է պատմել։ Բայց պարոն Ֆերեքիսը ինձ չի ճանաչում։ Ինչպես է չի ճանաչում։ Շատ լավ ճանաչում է։ Շատ լավ ճանաչում է։ Ճանաչում է, բայց ոչ անձամբ, այլ կնոջս պատմածների։ Գիտեմ, գիտեմ։ Ներեցեք, դուք ճանաչում եք կնոջս։ Նիցակից են։ Օ, նիցակից են։ Շատ լավ ճանաչում, շատ լավ։ Դե ինչպես են, հա։ Ինչպես են առողջություն։ Լավ է, առողջ է։ Ներեցեք, պարոն Ֆերեքիսը որևէ բան արել է այն գործով։ Ինչ գործ։ Չի մոռացել։ Ինչպես կարող էր մոռանալ։ Նա հենց նոր ձեր գործով գնաց։ Աշխատանքի մինիստրություն։ Ճիշտ այդպես, աշխատանքի մինիստրություն, մի րոպե, ես զանգեմ, տեսնեք, որևէ նորություն կա թե ոչ, Դուք շատ ճիշտ եք մտածել, շատ ճիշտ, մենք հիմա կզանգենք, տեսնեք, որևէ նորություն կա, թե ոչ։ Ալո, աշխատանքի մինիստրությունն է, ասում եմ աշխատանքի մինիստրությունն է, միացրեք ինձ ընտրում եմ հատուկ բյուրոյի հետ, հիմա կիմանանք, ալո, Մանոլիս, այդ դու ես, Թոդորոսն է խոսում, Թոդորոսն է, այո, Մանոլիս, այո, Մանոլիս, Լսի Մանոլիս, Ֆերեքիսը ձեզ մոտ չէ, Ինչ, հենց նոր մտավ մինիստրի մոտ, ում գործով, Պանագիս Դերվիսիսի գործով, լավ է, մինիստր, Շատ շնորհակալ եմ Մանոլիս, շատ շնորհակալ, լավ, ես ավելի ուշ կզանգեմ, այո, Ցտեսություն, Մանոլիս, ցտեսություն, նա հենց նոր ձեր գործով մտել է մինիստրի մոտ, Նա երևի մի քիչ կուշանա, ուղղակի կուշանա, Խնդրեմ, դուրն այս կողմն է, համեցեք, Ներեցեք, կարելի է զանգարել կնոջս։ Զանգարեք, խնդրեմ, ասեք, ոչ, չի կարելի զանգարել, կառավարական հեռախոս։ Այդ դեպքում կնոջս կուղարկեմ ձեզ մոտ։ Ուղարկեք ձեր կնոջը ինձ մոտ, խնդրեմ։ Դուրն այս կողմն է, համեցեք, խնդրեմ։ Պանագիս Դերվիսիս։ Պարոն Ագիս, ուրեմն ինչպես պայմանավորվեցինք։ Այո, ինչպես պայմանավորվեցինք, հա։ Ստեստ։ Դուք մենակ եք, պարոն Թոդորոս։ Ես մենակ եմ տիկին։ Կարող եք մի քիչ զրուցել։ Զրուցել։ Խնդրեմ տիկին։ Դուք այնքան քիչ հնարավորություն եք տալիս ինձ մնալ ձեզ հետ առանձին տետ-տա-տետ։ Դե եկեք։ Ուր գա։ Նստեք իմ կողքին։
նստեմ ձեր կողքին։ Դա ձեզ դուր չի գալիս։ Ես վախենում եմ, որ դա ձեզ դուր չի գա տիկին։ Բայց ես ձեզ թույլ եմ տալիս։ Ախ, թույլ եք տալիս։ Դե, այսպիսով ինչ նորություններ կան տիկին։ Այսօր, պարոն Թոդորոս, լրացավ ձեր աշխատանքային մեկ ամիսը։ Եվ այդ ժամանակամիջոցում ես շատ զուսպ էի ձեր նկատմամբ, որովհետև ուզում էի կարծիք կազմել ձեր մասին։ Եվ ինչպես կազմեցիք։ Այո։ Այսօր։ Ոչ մի քանի օր առաջ։ Փառքաստո լավ է ուշ քան երբեք։ Ես եկա եզրակացության, որ դուք իսկապես հրաշալի մարդ եք։ Եվ անկեղծորեն զղջում եմ, որ առաջին շրջանում բարեկամաբար չի տրամադրված ձեզ։ Ավելի ստույգ թշնամաբար եք տրամադրված դեպի ինձ։ Ենթադրենք, փոխարենը ես հիմա հիացած եմ։ Ինձնով։ Ձեզնով։ Լուրջ։ Միանգամայն, դուք իսկապես սականավոր անձնավորություն եք։ Տիկին ջենի, դուք ինձ ձեռք եք առնում, տիկին։ Ես պետք է դրանում համոզվեմ, տիկին ջենի։ Ցավոք սրտի, ես շատ անկեղծ եմ խոսում։ Եթե ես որևէ մեկին տանել չեմ կարող, ապա հայտարարում եմ բացի բաց։ Հակառակ դեպքում դեռ նույնքան անկեղծ եմ։ Ահա, ուրեմն հիմա դուք ինձ կարողանում եք տանել, եւ իմ ներկայությունը ձեզ տհաճություն չի պատճառում։ Ու ինչ եք ասում։ Ինձ թվում է, որ ես ձեզ սկսում եմ համակրել։ Ասացեք ինձ, տիկին ջենի, ինչ կա ձեր մտքում, հա? Ինչ եք ուզում ասել։ Չէ, ոչինչ, ես ինձ այնպես, տիկին ջենի, շարունակեք, ես ինձ այնպես, տիկին ջենի։ Այն օրից ինչ պաշտոնավարում եք այստեղ, մեր բարեկամների թիվը կարծես կրկնապատկվել է։ Ճիշտ է։ Դուք երևի գիտեք մարդկանց համակրանքը նվաճելու գաղտնիքը, կամ գուցե թալիսման ունեք։ Դուք կռահեցիք, ունեմ թալիսման։ Ես մտածեցի, որ շնորհիվ ձեր ունեցած բազում բարեմաստությունների դուք պետք է ցնցող հաջողություն ունենաք կանանց շրջանում, ճիշտ է։ Տիկին ջենի, ինչի համար են բոլոր այս խոսակցությունները, հա? Ես որևէ վատ բան ասացի։ Ոչ, դուք ոչ մի վատ բան չասացիք, բայց նման խոսակցությունները կարող են թյուրիմացությունների առիթ տալ։ Ահա, այդ դեպքում փոխեք մեր խոսակցությանը։ Լավ, եկեք շարունակենք, լավ, շարունակենք մեր խոսակցությունը, տիկին ջենի, շարունակենք։ Ասացեք, պարոն Թոդորոս, դուք կանանց սիրում եք։ Իսկ միթե կարելի է ասել, բալիկս դու մուրաբա սիրում եք։ Դրողտան, իսկ ով կարող է չսիրել կանանց, ով կարող է չսիրել կանանց։ Հետաքրքիր է, կյանքում հաջողություններ ունեցել եք։ Հաջողություններ կանանց մոտ, շատ։ Ինչքան։ Ամ ձեզ թիվն է հետաքրում, խնդրեմ, 20 ամուսնացած կին, 30 այրիացած, 50 բաժանված եւ 167 անորոշ վիճակի կանայք կային։ Եղել են և ուրիշները, բայց նրանց մասին չարժե խոսել։ Դուք ինձ չեք հավատում, տիկին ջենի։ Օ, ինչ, բայց այդ մեկը հավատում եմ։ Ինձ թվում է, որ ձեր մեջ խելքից բացի կա ինչ-որ գրավիչ բան, ինչպես ասեմ, ինչ-որ անբացատրելի հմայք։ Անբացատրելի հմայք։ Այո, միթե ձեզ այդ մասին չեք ասել։ Ջենի, դուք եք ինձ ձեռք առնում, թե ես ձեզ, հա? Ավելի լավ է փոխենք մեր խոսակցությունը։ Ոչ, ինչու փոխենք, սա շատ հարմար նյութ է, եկեք շարունակենք մեր խոսակցությունը և տեսնենք, թե նա մեզ ուր կհասցնի։
Միայն թե ինչ։ Միայն թե Ես ինքս Ասացեք, պարոն Թոդորոս, ձեզ ինչպես հաջողվեց հաղթել այդ կանկանանց։ Աչքերով Միայն աչքերով։ Այո, պատկերացրեք, ես մի առանձնահատուկ հայացք ունեմ, որին չի դիմանում ոչ մի կին։ Երևակայցեք, այդպիսի հայացքով ես մի անգամ նայեցի մի կույսի և նա իսկույն այդ վրայից գցեց փիլոնը։ Իսկ ո՞րն է այդ հայացքը։ Ուզում եք տեսնել այդ հայացքը։ Այո, ո՞րն է։ Խնդրեմ։ Այդ հայացքը։ Նայեք աչքերիս, չէ, նայեք աչքերիս։ Պետք չէ։ Նայեք աչքերիս։ Պետք չէ։ Ձեզ ինչ եղավ։ Չգիտեմ։ Ինչ եղավ։ Չգիտեմ։ Ոյ, երևի դոզան չափից շատ տվի։ Այդպես մի նայիկից, պարոն Թոդորոս, ես ասնիվ կին եմ և ամուսնուս երբեք չեմ դասում։ Կամ այս կինը շատ քոքված է։ Կամ ես իսկապես կախարդ եմ և չեմ իմացել այդ մասին։ Գրողը տանի, Կուլա, եկ այստեղ, կանգնիր այստեղ կանգնիր, ահա, հապա նայիր աչքերիս նայիր, լավ նայիր, դու որևէ բան զգում ես։ Գրողը տանի դարձյալ ընդունելություն իսկ ով կա։ Մի կին իսկական ժամանակին եկավ կանչի։ Ես կարող եմ տեսնել պարոն Ֆերեկիսին։ Ցավոք սրտի նա տանը չէ, տիկին։ Ոչինչ, ես կսպասեմ։ Բայց նա շուտ չի գա, տիկին։ Չեմ կարծում։ Նա իմ գործով գնացել է աշխատանքի մինիստրություն։ Քիչ առաջ այստեղ էր ամուսինս։ Նրա ներկայությամբ հատուկ օգնականը զանգել էր պարոն Ֆերեկիսին։ Այդ ես եմ զանգել, տիկին։ Ուրեմն այդ դուք եք հատուկ օգնական։ Ես եմ հատուկ օգնականը։ Չեք կարող արդյոք մեկ անգամ էլ զանգել նրան։ Դուք պնդում եք։ Այո։ Միթե ես կարող եմ մերժել, այսպիսի չքնավ արտիստուհուն։ Խնդրեմ, տիկին, նստեք, ես իսկույն, ես հիմա կզանգեմ, մի րոպե, նստեք, տիկին, ես հիմա կզանգեմ, մի րոպե, տիկին, այսպես եմ... Միացրեք ինձ խնդրում եմ հատուկ բյուրոյի հետ։
Հիմա կիմանանք։ Ախ, դուք որքան սիրալիր եք։ Ինչ եք ասում, Հալո, Մանոլիս, այդ դու ես։ Ես եմ, Թոդորոսն է։ Այո, ես եմ։ Լսիր Մանոլիս, Ֆերեքսը ձեզ մոտ չէ։ Ինչ, մինիստրի մոտ է։ Մի րոպեով ջիր նրան հերապսի մոտ։ Հիմա կիմանանք։ Դուք ես խոսեմ։ Ինչ դուք չէ, ոչ մի դեպքում։ Ես ինձ խոսեմ, ոչ։ Հալո, պարոն Ֆերեքս, եկել են Իցակիցան։ Այո, ահա, նա հարցում է ինչպես եք ձեր զգում։ Շնորհակալություն ասացեք լավ։ Այո, պարոն Ֆերեքս, նա շնորհակալություն է հայտնում եւ ասում է, որ լավ է։ Պարոն Ֆերեքս, իսկ ինչ եղավ նրա գործը, դուք խոսեցիք մինիստրի հետ։ Խոսել եք։ Ահա, խոսել եք։ Իսկ ինչ ասաց մինիստրը։ Մի րոպե, պարոն Ֆերեքս, իսկ ինչ ասաց մինիստրը։ Ինչ։ Կանի։ Ահա, կանի։ Ես որքան երջանիկ եմ։ Ներեցեք, իսկ երբ կարելի է գալ պատասխանի ետևից։ Մի րոպե, պարոն Ֆերեքս, Նիցակիցան հետաքրքրում է թե երբ կարող է գալ պատասխանի ետևից։ Այսինքն որպեսզի անձամբ ձեզ տեսնի։ Երբ։ Դուք ամբողջ օրը կմնաք մինիստրի մոտ։ Լավ, պարոն Ֆերեքս, ես նրան կհաղորդեմ։ Շատ ափսոս։ Ոչինչ, ես նրան կհաղորդեմ։ Շատ ափսոս։ Ոչինչ, պարոն Ֆերեքս, մի ուրիշ Ես ինչ պատահել։ Ոստվատին, ինչ է նշանակում այս բոլորը։ Պարոն Ֆերեքս։ Գիտեք ինչ եմ ծիծաղում, հենց նոր ներս մտավ ձեր եղբայրը, այո, ձեր եղբայրը, բժիշկը և Նիցակիցան նրան ընդունեց ձեր տեղ, այո, պարոն Ֆերեքս, այո, ցտեսություն, պարոն Ֆերեքս, ցտեսություն, դուք կարծեցիք, որ սա դեպուտատն է, Այո։ բարև ձեզ բժիշկ, բարև ձեզ, շատ ուրախ եմ բժիշկ համանդրում։ Այ չես նմանություն, դուք երկորյակներ եք։ Այո, նրանք երկորյակներ են, գիտեք այնպիսի նմանություն, այնպիսի ամեն անգամ շփոթում են բժշկին և դեպուտատին, այնպիսի նմանություն, գիտեք ամեն ինչ նույնն է, նույն գլուխը, նույն մազերը, նույն քիթը, նույն բերանը, նույն թորը, ամեն, խնդրեմ, նստեցեք, պարոն Ֆերեքս, պարոն դեպուտատ, բժիշկ, պարոն բժիշկ, համեցեք։ Ախ, բժիշկ, քանի որ պատիվ ունեցա ձեզ հետ ծանոթանալու, թույլ տվեք դիմել ձեզ մի խնդրանքով։ Երեք չի առաջ օրվանից ահա այստեղս։ Սարսափելի ցավով։ Գուցե կույրավիքս է։ Գիտեք, կարող է պատահել, բայց այսպես միանգամից ես դիագնոզը չեմ կարող։ Անհրաժեշտ է ձեզ քննել։ Այո։ Ախ, քննեք, այդ դեպքում քննեցեք ինձ բժիշկ։ Նա ինձ կործանեց։ Այստեղ։ Այո, իսկ ինչ կա որ, խնդրում դուք հանվեք, խնդրում։ Եթե կարելի է մեզ մենակ թողեք։ Խնդրում դուք ձեր գործ անեք, ես ձեզ չեմ խանգարում։ Այդ ձեզ դե։ Նստեք։ Ահա, այստեղս, սարսափելի ծավով։ Ես Նիցակիցան եմ, բժիշկը ինձ քննում է։ Բժիշկը։ Քննում է։ Հանգստացեք, ինչ ես ջուրում, հանգստացեք,
Հիմա ոչինչ չի պատահել գրողտանի։ Ոչինչ չի Այո, պատահել։ բայց Ջենին ինչ եք պատասխանել։ Ջենին կասենք ճշմարտությունը։ Մի անգամ կարելի է ասել ճշմարտությունը, ոչինչ։ Մի րոպե, հանգստացեք տիկին Ջենի, հանգստացեք։ Ես ես հիմա ինչ կբացատրեմ, բանն այն է, որ պարոն Ֆերեկիսը ամեն կերպ աշխատում է խուսափել այդ արտիստու հետ հանդիպելուց, որտեղ նրան ինչ-որ խոստումներ էր տվել, որպեսզի ես նրանից ազատվեմ, իբր թե զանգում եմ հեռախոսով, եւ իբր թե հեռախոսով խոսում եմ պարոն Ֆերեկիսի հետ, եւ խնդրեմ խոսակցության ժամանակ ներս է մտնում ինքը պարոն Ֆերեկիսը իր սեփական անձով։ Ինձ ինչ էր մնում անել, ես նրան ասում եմ, որ սա ոչ թե դեպուտատ է, այլ բժիշկ է, իսկ նա միջապես ինչքան տեսակ հետ կան, ուրիշ ոչ մի բան։ Ձեր անչորդի հեքիաթները կարող եք պատմել մեկ ուրիշի, այլ ոչ թե ինձ։ Մի անգամ ճշմարտությունն ասացի, այն էլ չհավատացին։ Պարոն Ֆերեկիսը գնաց։ Հենց նոր։ Վերջապես մենք մենակ ենք, այժմ կարող ենք հանգիստ խոսել։ Մոտեցեք ինձ։ Բայց միայն նորից նույնը չսկսեք։ Եկեք անկեղծ խոսենք տիկին Ջենի։ Միթե ես մեղավոր եմ, դուք ինքներդ ինձ տաքացրիք, բորբոքեցիք, իսկ հետո Ձեզ տաքացրի։ Դուք չէիք ասում, որ ես կախարդանք ունեմ, չէ, եթե ես կախարդեմ, ինչու դուք չեք կախարդվում։ Դուք լուրջ եք խոսում։ Միանգամայն լուրջ, մի քանի օր առաջ ես ձեզ այսպես նայեցի, դուք քիչ մնաց վայր ընկնեիք, դրանց հետո նայում եմ, չեք ընկնում գրողը։ Ուրեմն կատակ է։ Իհարկե։ Տիկին Ջենի, ես ձեզ խնդրում եմ ինձ հետ այդպիսի կատակներ մի քանի։ Ես զգայուն մարդ եմ և չեմ դիմանում այդ կատակներին։ Ես ձեզ սիրում եմ, Ջենի, ես ձեզ պաշտում եմ, ես լի եմ կրքով ձեր նկատմամբ, դա սարսափելի գիրք է, սարսափելի գիրք է, գիտեք այնքան էր կարդում, որ մի օր նրան մեռած գտան։ Ու, պարոն։ Քերուս։ Գուվա, ես այստեղ ինչ եմ պետք գուվա։ Ոչինչ տիրուհի, ինչ շատ է դուր գալիս, երբ խոսում է պարոն Թադարասը։ Դու զգեստների ժուրնալները տարավ տիկի Ժոժոյին։ Ոչ տիրուհի։ Իսկույն տար։ Լսում եմ տիրուհի։ Դուք շատ լավ արեցիք, որ նրան վռնդեցիք տանից։ Կարծում եք միտումնավոր կերպով եղած։ Դե լավ, ես ամեն ինչ հասկացա։ Հասկացա, գալիս է։ Ես ների ժուրնալները տանեմ և ասեմ շնորհակալություն։ Այո։ Աֆրիկա։ Կորիրոշևից դու եք բակացել։ Կորիրոշևից։ Դե ուրեմն ինչի մասին էինք մենք խոսում տիկին Ջենի։ Ես պետք է ասեմ ձեզ, պարոն Թոդորոս, որ շատ դժգոհ եմ ձեզնից։ Ինչպես կարող եք այդպես խոսել, դուք մոռանում եք, որ ես ամուսնացած եմ։ Հետո ինչ, ես ոչ եմ խնդրում, որ դուք ամուսնանաք ինձ հետ։ Լավ էլի չեք ուզում ինձանից։ Միայն սեր տիկին Ջենի և ուրիշ ոչինչ։ Միգուցե ես չպետք է ձեզ հետ այսպես խոսեմ, բայց ես այլ կերպ խոսել չեմ կարող, որտև ես ձեզ սիրեցի, ձեզ տեսնելու հենց առաջին պահից։ Չես հետում եմ առաջին պահից չսիրեցի։ Բայց եկեք անկեղծ լինենք Ջենի, երբ ես ձեզ ավելի լավ ճանաչեցի, տեսա, որ դուք բացի ձեր գեղեցկությունից օժտված եք նաև մի այլ գեղեցկությամբ, ձեր մեջ կա ինչ-որ մի ավելի վեհ, ինչ-որ մի ավելի խորը, ինչ-որ մի ավելի հրաշալի, ինչ-որ մի ավելի լայն բան։ Որքան կանանց եք դուք ասել այդ նույն խոսքերը, պարոն Թոդորոս։ Թիվ ու համրանք չկա տիկին Ջենի։ Քեզ խոստովանում եք։ Իսկ ինչու ոչ, ես ուզում եմ ձեզ հետ անկեղծ լինել Ջենի։ Ես այս խոսքերը ասել եմ բազմաթիվ անգամ, բազմաթիվ կանանց, սակայն առաջին անգամն է, որ այս խոսքերը արտասանում են ոչ թե ստախոսի շուրթերը, այլ մի մարդու, որը սիրում է, որը տառապում է, որը տանջվում է, որը անսահմանորեն պաշտում է ձեզ, Ջենի։ Ես ինչ կարող եմ պատասխանել, դուք իմ հոգին անհագստացեցիք ձեր խոսքերով, պարոն Թոդորոս, բայց ես էլ պետք է ասեմ ձեզ, որ ես էլ անտարբեր չեմ, որ ես էլ ձեզ եմ համակրում, բայց վախենում եմ։ Ինչից եք վախենում։ Ինչպես ասեմ,
վախենում եմ, որ դուք ինձ կվարկաբեկեք։ Ինչ եք ասում, ես այդ մասին ոչ ոքի չեմ ասի, բայց այդ մասին կիմանանք ես եւ դուք, եւ ուրիշ ոչ ոք։ Ազնիվ խոսք, ես ձեզ սիրում եմ, թող ամպրոպ ծայթի գլխից, թող ամպրոպ։ Գրողը տանի, այս ինչ փորձանք բերեցի ես իմ գլխին, դե Թոդորոս քեզ տեսնեմ։ Թոդորոս քեզ տեսնեմ, Թոդորոս։ Ուրեմն, ագիսն իրավացի է։ Մի անգամ այն իրավացի էր, Թեոֆիլոս։ Ես եմ ագիսի խնդրախոսի քեզ հետ, եթե ինքս ասի այդ մասնի դու չէիր հավատա, եւ ես վճռեցի, որ միայն այս ձևով դու կարող ես վերջապես հասկանալ, թե ինչ մարդ այս փչան Թոդորոսը, որ քեզ այսպես հմայել է։ Թոդորոս, տեսա քեզ ինչպես կիմարացրին, հա։ Նաև կսես սիրահետել մեր տան շփկվոտնելուց ամիշապես։ Այ քեզ ստախոս։ Եվ անընդհատ համոզումներից, որ պարոն Ֆելիքսը ապուշ է, որ այդ ապուշը ոչ միայն ընդունակ չէ դեպուտատ լինելուն, այլև ամուսին, որ ժամանակը կգա, եւ դա կխլի այդ ապուշից, թե կնոջը, եւ թե տեղը պարոն։ Վերջ տվեք տիկին։ Դուք անհարմար չեք զգում, որ այդպես ստում եք։ Դուք անհարմար չեք զգում։ Ամուսինը շատ լավ գիտե, թե ով է մեզանից ստախոս։ Դե հիմա ինչ անեմ ես քեզ հետ։ Սպասեք է դուք էիք պակասել։ Նա դե գոլում է։ Ինչպես չգորամ։ Եվ նա ստում է։ Ես ես կասեմ ճշմարտությունը, պարոն Ֆելիքս։ Ինչ ճշմարտություն։ Երբ ամենից տեսա սեփական աչքերով։ Այն ինչ որ դուք տեսաք սուտ էր, պարոն Ֆելիքս։ Ճշմարտությունն այն է, որ այս բոլորը կազմակերպել է ինքը Տիկին։ Կա։ Դու ուզում ես ասել, որ կինս ինքը նետվեց քո գիրկը։ Պատկերացրեք ինքը նետվեց։ Ես կսպանա։ Սպասեք։ Դու հեռացիր իմ դալիճ։ Սպասեք, մի րոպե, պարոն Ֆելիքս։ Կայի մեկը։ Մի րոպե։ Ապերա։ Մի րոպե։ Հեռացիր իմ դալիճ։ Մի րոպե։ Հավատացեք, ես ճշմարտություն եմ ասում։ Հեռացիր։ Ես ճշմարտություն եմ ասում։ Հեռացիր ասում եմ։ Հեռացիր։ Լավ, գնում եմ։ Գնամ հավաքեմ իրերս եւ ազատեմ իմ ներկայությունից թե ձեզ եւ թե ձեր տիկնոջը։ Եվ թե սիրեկան պարոն Ագիսին։ Ինչ, սպասիր։ Ինչ ասացիր։ Ինչպես է, սիրեկան։ Ոչինչ, պարոն Ֆելիքս, ոչինչ։ Ոչինչ, պարոն Ֆելիքս։ Միգուցե կգտնվի մեկ ուրիշը, ավելի ազնիվ մարդ, քան ես եմ, եւ ձեր առաջ կմերկացնի այն խարդախ մարդուն, որը բարեկամության քողի տակ այստեղ անառակություն է անում։ Այսինքն Դոր արարած, ինչ կապ ունի այստեղ Ագիսը, երբ ես քեզ բռնեցի հանցանքի վայրում։ դա ծուղակ էր, միթե դուք չեք հասկանում, քանի որ մի քանի օր առաջ ես նրանց բռնեցի այնտեղ, նրանք էլ այս ծուղակը սարքեցին, որպեսզի ինձ բռնդեն այստեղից, խնդրեմ կարող եք ինձ չհավատալ, մի հավատալ, բայց այսպես էր, նրանք նստած էին միասին թախտին, եւ պարոն Ագիսը, Ինչ շոյում էր Տիկին Ջենի ձեռքը։ Դոր արարած։ Երբ ես ներս մտա նա վախեցավ եւ ասաց որ իբր թե ուզում է տեսնել արդյոք Տիկին Ջենին տաքություն ունի թե։ Դուրս իմ դարից։ Ահա այդպես։ Դուրս այստեղից։ Եթե դուք ինձ չեք հավատում, հավաքում եմ իրերս եւ գնում եմ այստեղից։ Ոչ, ինձ ամեն ինչ պետք է։ Ապացուցես։ Եթե դուք ինձ չեք հավատում, ես հավաքում եմ իրերս եւ գնում եմ։ Ոչ, հեշտությամբ, ունդալից դրանած։ Դե ինչ։ Նա մտավ ճիշտ ժամանակին տեսավ նրան։ Եվ ինչ։ Ach, չգիտեմ, ես այնպես ուզված եմ։ Այս պատմությունի ջղերս թուլացել են, ոտքերս ու ձեռքերս սարել պարոն Ագիս։ Հանգստացեք, Տիկին Ջենի, հանգստացեք։ Նստեցեք քնաբասը։ Իսկ թվում է նույնիսկ տաքությունս բարձրացավ։ Դա ուղղակի մի փոքր ցնցում է եւ ուրիշ ոչինչ։ Հիմա տեսնում ո՞վ։ Մեկ։ Քեզ
Ինչ պատայց Թեոֆիլոս։ Լսիր, դու ուզում ես, որ ինձ հետ էլի որևէ բան պատահի։ Այսինչ դիրք է։ Ես բռնեցի նրա ձեռքը, որպես իմանամ արդյոք տակություն ունի։ Հուդա! Սատան ցավազանցը, դու հարբած ես։ Այսպեսի վիրավորան քեզանից երբեք չէի սպասում։ Ներեցեք տիկին ջանի։ Պարոն Նագիս։ Ես ինքս եմ մեղավոր, որ խառնվեցի այս գործին։ Պարոն Նագիս։ Ոչ մի դեպքում։ Պարոն Նագիս։ Գնում եմ։ Այդ ինչ ասացիր։ Ինչպես կարող ենք գլխում այդպեսի հրեշավոր միտք ծագել։ Իսկ ինչու եմ նա բռնել քո ձեռքը։ Նա ասա չէ, որ զարգերակս էր ստուգում։ Տեր աստված, մեկը քեզ գրկում է, ասում է ծուղատ է։ Մյուսը ձեռքդ է բռնել, ասում է տակություն է տեսնում։ Նա ասում է սա է քո սիրեկանը, սա է ասում է նա է քո սիրեկանը։ Հիմա որին ես հավատամ։ Որն է ճշմարիտը, որն է զուտը։ Տեր աստված, դու ստապոսներ։ Խապեման է, դուք ինձ գերես բանկի չես։ Օգնեց է։ Օգնեց է։ Այստեղ ինչ-որ մեկը օգնության կարիք է։ Այդով է, այդ դուք եք պարմտեր, եք այստեղ։ Հա, խնդրեմ, եք այստեղ։ Եկավ։ Հիմա ասան թե, ասա ինչ էիր ասում Ագիսի մասին։ Ագիսի մասին ասում էի ճշմարտություն։ Ագիսի լիկա։ Պարոն Ֆերեկիս, եթե դուք ինձ չեք հավատում, չեք հավատում, սպանեք ինձ, այո, սպանեք ինձ, մտածեք ինչով, Այո, բայց միայն մտածեք գալիս է։ Դուրը բացել մենք էլ ներս մտանք։ Ահա Նագիս։ Ահա իմ պարոնը, որ ասաց թե պարոնը եղբայրն է, եւ պարոնը ներս մտա պարոնը երախոսով խոսելու ժամանակ։ Ներեցեք, պարոնը։ Դուք խոսում եք դեպուտատի մասին, դեպուտատը բժիշկը գնաց։ Իսկ սա դեպուտատն է, խնդրեմ խոսեք հետը։ Լսիր։ Պարոնը։ Դու հետ ում տեղն ես դրել մեզ։ Այ քեզ կհասանեմ մի անգամ։ Չհամարձակվեք, թե չկկրակեմ։ Կկրակեմ։ Չհամարձակվեք։ Ում կկրակես։ Չհամարձակվեք։ Պարոն Ֆերեկիս, Պարոն, Բրասիդաս, գումա։ Այնց է խելագար է ինձ է, զանգար է ոստիկանություն։ Այնտեղ մարդ չկա։ Այդով, եսի։ Պարոն։ Բաբա, ինչ է լիգեմ, տեր աստված։ Այդ ինչ արիք, պարոն Ֆերեկիս, ինչ արիք։ Պանագիսը 3 չի առաջ օրներ ազատվել բանտից, հիմա նրան նորից բանտ կնետեն։ Իսկ ինչու էր նա ազատվում բանտից։ Ով էր նրան խնդրում, որ նա ազատվի բանտից։ Էր աստված, հիմա ինչ է լինելու։ Ինչ է լինելու։ Սպանեցի։ Սպանել է նրան։ Ինչու սպանեցիր։ Ինչու սպանեցիր։ Ասում էիր մռութին կհասցնեմ ու վերջ։ Ես նրան չէի սպանի։ Եթե նա չասեր, որ գրպանում, ատոմային ռումբ ունի։ Ինչ է լինելու հիմա։ Միան անգստացեք։ Կգնամ ոստիկանություն և կայտնեմ, որ ես միայն պաշտպանում էի, գնանք կիցը։ Հեռացեք, տեր աստված, հեռացեք։ Գնանք իմ Պանագիս։ Խեր Թոդորոս։ Այո, սուտը սպանեց նրան։ Թեոֆիլոս, ուր է նա։ Ներեցեք խնդրեմ։ Դուք է թանի ես։ Բայց այդ անասուն այնքան էլ դիպուկ չի կրակում։ Երբ ես վայր ընկա, նա կարծես թե հարցը լուծված է, միթե այդքան հեշտ է ոչնչացնել Փչան Թոդորոսին, Դուք վերջապես հասկացաք, թե ինչ վիճակի մեջ դրիտ մեզ, դուք ձեր ստախոսից
միայն ես տիկին, իսկ դուք ձեր ստախոսությամբ ինչ վիճակի մեջ դրեցիք մեզ բոլորիս, հա? Իսկ դու չամաչեցիր զրպարտել Ագիսին։ Լավ, ենթադրենք ես զրպարտեցի, իսկ դուք ինչպես հավատացիք, հա? Հավատացիք, պարոն Վերջ տվեք, վերջ տվեք այդ պատմությանը, հավաքեցեք ձեր իրերը և… Մադամ, ես ձեզ ողջունում եմ, ես ընդունում եմ իմ պարտությունը, տղամարդը ստելու, ինչպիսի մեծ տաղանդ էլ ունենա, կինը նրան միշտ էլ կգերազանցի։ Գուցե նա ուժտված աշխարհից բոլոր թերություններով, սակայն չի կարելի չխոստովանել, որ նա համակրելի մարդ էր։ Դեր Աստված, ահա թե ինչ էր սպասում։ Պարոն Ֆերեգիս, դու դեռ այստեղ ես, ես գրում եմ, բայց այնտեղ փողոցում Ռասիդասում շտապվել է եւ նրան ոչ մի կերպ չեն կարող ուշքի բերել։ Շուտ շտապեք, ու շտապվել է, շուտ։ Ես տեսնում եմ, դուք ոչ մի կերպ չեք կարող բաժանել այս տնից։ Իսկապես, Ջենի, եւ գիտեք ինչու, Ջենի, որտեղ դուք ձեր ստով ինձ ստիպեցիք ձեզ իսկապես սիրել, Ջենի։ Դուք ինձ, պարոն Թոդորոս։ Նորից, Ջենի, դուք նորից եք սկսում։ Ես անկեղծ եմ խոսում, մենք այդպես ասում ենք իրար Թոդորոս, եւ դուք առաջին անգամ հեռացաք մեր տնից, ես առաջին անգամ, ես հասկացա, թե որքան ուժգին եմ սիրում ձեզ։ Ջենի, ձեզ տամ իմ տան հասցեն։ Մի րոպե, Ջենի, տան հասցեն, մի րոպե, Ջենի, մի րոպե։ Խնդրեմ, Ջենի, ես անհամբեր ձեզ կսպասեմ իմ տանը։ Մենք շատ բան ունենք իրար ասելու, Ջենի։ Շատ բան։ Լսեր, դու դեռ այստեղ ես գնում եմ, ես… Անայիր, նա տվեց իր տան հասցեն, որպեսի գնամ իր մոտ։ Դու դարձյալ, մի րոպե, կարդացեք ինչ է գրել։ Պարոն Ֆերեգիս, ոչինչ չկա, այստեղ ոչինչ չկա։